Հրազդան ցեմենտի մոտ 430 աշխատակիցները 14 ամսից ավելի է աշխատավարձ չեն ստանում։ Նրանք կրկին բողոքի ակցիա են կազմակերպել 2022-ից սնանկ ճանաչված ու պարապուրդի մատնված գործարանի տարածքում։ Այստեղ ոչ տնօրեն կա, ոչ սեփականատեր, սնանկության գործով կառավարիչն էլ տարածքում ընդհանրապես չի երևում։ Ես մի տարի 2 ամիսա փակվեց, նստեցին տուն, խոս տվեցին, աշխատավարձը կտան, 2/3-ով կվճարեն, մինչև հարցի լուծում կստանան։ Մինչև այսօր հարցի լուծումը չկա, աշխատավարձը չկա, 2/3-ն էլ ոչ մեկը երազում էլ չի տեսել։ Մեր խնդիրն է դա, մենք հակա ոչ մի բան չունենք։ Կառավարությանն էլ, ժողովրդին էլ, ղեկավարությանն էլ։ Մենք միայն պահանջում ենք, մենք խնդրում ենք էլ այ մարդ։ Մեր այդ վաստակը տվեք մեզի վայելենք։ Այս կյանքի վերջի տարիներին։ Պահակային ծառայությունն է մնաց աշխատելու։ Ասեցին աշխատեք, նորմալ կլինի, ձեզ կվճարենք, հաշվին փող կար, դրանից հետո նորից ցեմենտ արտադրվել, վաճառել են 300 միլիոն, ինչքան գիտեմ կար, 300 միլիոն էլ համարյա նորից ցեմենտ արտադրվավ 400 միլիոնի, ոչ մի կոպեկ աշխատավարձ չտվեցին, չգիտեմ սեփականատերն է, սնանկի կառավարիչն է, դիրեկտորն է, ով է, մեզ մի տարուց ավել աշխատել է, մենք աշխատել ենք, պարտքենք, կարել, չգիտեմ, եւ այլ եւ այլ։ Եկերենք, որ գործարանը պահենք ու ոչ մի կոպեկ չեն վճարել։ Փողի արկայության դեպքում մենք էլ ենք հասկանում։ Իհարկե դատական process է, իհարկե դատական process-ին, դատական իշխանություններին ոչ կառավարությունը, ոչ օրենսդիրը, ոչ գործադիրը, ոչ մեկ իրավունք չունի խառնվելու։ Էդ էլ գիտենք։ Բայց ինչ է նշանակում տարի 2 ամիս աշխատավարձ չստանալ եւ դա օրինական է։ 2022-ից սկսվել է սնանկության գործընթացը, բայց շարունակել են աշխատել։ Կանոնավոր աշխատավարձ ստացել մինչև անցած տարվա ապրիլ, երբ սկսվել է լուծարման գործընթացը։ Աշխատակիցներից շատերի հետ աշխատանքային պայմանագրերը լուծված չեն, բայց գործարան մտնել չեն կարողանում։ Այսօր արդեն ոչ թե գործարանի պահակային ծառայությունն է հսկողություն կատարում, այլ աշխատակիցների տեղեկություններով բանկն է պահակներ նշանակել։ Հիմնականում արտադրամասի պետերը, պահեստապետերը, նյութական պատասխանատու են, պետք է գանք գործարանով ման գանք։ Հիմա պահակային ծառայությունը փոխվել է, իշկանով հասկանում ենք Ամիո բանկի, քանի որ Ամիո բանկն է տնօրինում հիմա մեր ակտիվները, որը դրված է ելեղ դրա համար սնանկ ենք ճանաչվել, Ամիո բանկը իր պահակներին բերել է։ Գործարանը նախկինում էլ մի քանի անգամ սնանկ ճանաչվել է, բայց սահուն աշխատել ենք, մենք աշխատավարձ ստացել ենք, այսինքն զուգահեռ աշխատել ենք, աշխատավարձ ստացել ենք, բայց այս անգամ այս վերջի սնանկացումից հետո մենք արդեն այս վիճակն է, տարի 2 ամիս աշխատավարձ չենք ստանում, ժողովուրդը շատ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում է, բանկերում, վարկերում են։ Սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ 2001-2014 թվականներին ընկերությունը պատկանել է Միխայել Բաղդասարովին։ Այս ընթացքում այն վերանվանվել էր Միկա ցեմենտ։ 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ընկերությունը փոխանցվել է ՎՏԲ Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը։ 2017 թվականին գործարանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտ կորպորացիան։ Սեփականատերերը եղել են Արսեն Միքայելյանն ու Նիկոլայ Խաչատուրովը։ Հիմա արդեն այն գրավադրված է բանկում, սնանկության գործով կառավարիչն էլ չի շտապում քայլեր ձեռնարկել։ Աշխատակիցները հիշատակում են աճուրդի փորձերը, որոնք եւս ծախողվել են։ Ես ինչքան գիտեմ, սնանկի կառավարիչը 5 անգամ դիմել է դատարան, որպեսզի գործարանը աճուրդի տնեն։ Դատարանը մերժել է։ Մի չգիտենք ինչն է պատճառը, մենք կոնկրետ չենք իմանում պատճառը ինչն է։ Ասենք ինչ սխալմունքի պատճառով է դատարանը մերժում։ Ու ասենք ամեն process-ն էլ տևում է, չգիտեմ, ամիսներ։ Ասում եմ լավ, բայց բան որ դասակարգի շահերն ով է պաշտպանելու։ Ասում են բանը, ձեր գործարանի իրավաբանը, բայց մեր գործարանի իրավաբանն էլ վերջում է նշանակվել, որ պետք է մեր շահերը պաշտպանի, փաստորեն դուրս է գալիս սնանկի կառավարիչի փաստաբանն է։ Սնանկի կառավարիչին զանգում ենք, ասում են խանգարում եք դուք։ Մի խանգարեք։ Իրա կողմից մենք ռեալ գործողություններ չենք տեսնում։ Լինի դա դեբիտորական պարտքերի հավաքում, որի հաշվին հնարավոր։ Որ առաջնահերթ խնդիր է։ Անցյալ տարի դեպի օգոստոսին էլի խոսք գնաց եղած գործարանում բավականին հումք կար աշխատացնել։ Փորձ եք գտնել ելք գազի ու հոսանքի հետ, քանի որ պարտք էինք իրանց։ Մի ձև աշխատացնենք, էլի թեթևացնենք վիճակը, բայց ոչ մի բան չեղավ։ Եվ այսօր միայն մի բառ են, որ լավ կլինի։ Որտեղ քայլեր դնել ենք, ասել են մեզ կամ գնացեք, լավ կլինի, կամ էլ դռները փակել։ Նամակներով են գրել, գնացել ենք դաժե, այո, գնացել ենք Երևան, ենք հասել։
Վերջին տնօրենը աշխատակիցներին ասել է, որ իր գործառույթները կասեցված են, որից հետո դիմել են պետական մարմիններին, Արդարադատության ու էկոնոմիկայի նախարարություններ, ՊԵԿ եւ այլ կառույցներ։ Վերջիններս ի պատասխան նշել են, որ դատական գործընթացների պարագայում իրենք միջամտելու լիազորություն չունեն։ Ըստ գործարանի փոխտնօրենի, վերջին տարիներին իր հնարավորությունների առավելագույն չափով գործարանն աշխատում էր, իսկ ինչու կանգնեց սնանկացման եզրին։ Մենք արտադրել ենք ցեմենտ, վաճառել են մինչև էլ չենք աշխատավարձ ստանում 400 հոգի ժողովուրդ։ Դեպիտորական պարտքեր ունեն 570 միլիոն։ Եթե դա հավաքվի, բոլոր աշխատավարձներ կստանան։ Բայց չեն անում։ Տվել են դատարանները կարող է մի տարի տևի, 2 տարի տևի։ Աշխատավարձի վերջին վճարումները կատարվել են այս տարվա ամռանը, որպես 2024-ի օգոստոսի աշխատավարձ։ Լուրերին գրավոր հայտնեց սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը, ըստ որի աշխատակիցների իրական թիվը 383 է։ Նրա պնդմամբ սնանկության գործընթացը դիտավորյալ չի ձգձգվում, իսկ աշխատակիցներին ամենաշատը մտահոգող հարցին, թե երբ կվճարվեն աշխատավարձերը, հստակ ժամկետներ չնշեց։ Ըստ Խաչատրյանի վճարումներ հնարավոր կլինեն դեբիտորական պարտքերի հավաքման կամ գույքի վաճառքի դեպքում։ Գործարանի աշխատակիցները վստահ չեն, թե դա շուտ տեղի կունենա։ Հետևաբար համաձայն են անգամ գործարանի ազգայնացմանը եւ պատրաստ շարունակել իրենց բողոքի ակցիան, ընդհուպ ճանապարհ փակելով, քանի որ մտահոգ են ոչ միայն աշխատավարձերի, այլև գործարանի փակման համար։ Վարդուհի Արզումանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։